Բարեկամներ, հիմա մենք Վանաձորում ենք, շատ գեղեցիկ քաղաք, արդյունաբերական, հզոր քաղաք Վանաձորում եւ մենք այսօր այստեղ եկել ենք շատ կարևոր զույգի համար, ովքեր իրենց սերը որոշեցին վերջնականապես լրջացնել եւ կազմել հայոց Սուրբ Օջախ։ Այս առիթին շնորհավորանքներ ենք տանում մեր Արտյոմ աղբոր կողմից, ով Սմբատի, այսինքն Փեսացի ընկերն է։ Սմբատ ջան, եղել է որ քեզ տղա մի տեղից գա, ծաղիկ տա։ Սարի վրա միշտ ինչ-որ ծուխ կա, բայց բան ենք պայմանավորվել։ Էլ չեմ անի, էլ չեմ լաց, էլի կլացացնեմ աղբերս, ամրիս։ Ընկերոջ օրհնությունը հենց հիմա մեր միջոցով կհասնի տեղ, գնում ենք Վանաձորի Իմպերիալ ռեստորան Վարդան։ Մեր դիմացից գնում է ֆուրը, որը ակամայից դանդաղեցնում է մեր ընթացքը, բայց մենք չենք նիարդայնանում, որովհետև ամեն ինչ նորմալ է բարեկամներ, այդպես էլ պետք է լինի, մեծ ավտո է, բա պետք է չենք։ Բայց այս պահն էլ գալիս է, պետք է գազ տաս, վազանց կատարես ու ասես Փառք Աստծո, որ չէ լավ ավարիա։ Այո, ընկերներ, Փառք Աստծո տալով, Սուրբ Խաչին հավատալով Աստծո օրհնությամբ մենք շրջում ենք ամբողջ Հայաստանով եւ իհարկե ձեր գեղեցիկ աչքերի նայելու հետևանքով ենք մենք այս ամենը նկարում, թե չէ չենք կարող նկարել բարեկամներ, այնպես որ հետևեք մեզ միշտ, ոգևորեք, մենք էլ մեր հերթին ինչով կարող ենք օգտակար կլինենք ձեզ։ Վանաձորցին բարեկամներ, խնդրում եմ ուշեք ինձ, այն սարի վրա ինչ է վարվում, սարի վրա միշտ ինչ-որ ծուխ կա, ու չգիտեմ ինչ ծուխ է, օգնեք իմանալ, հե? Ծուխ աղբեր, ծխի նման է ինքը, կա փոշել է, բայց ծխի նման է, ավելի շատ կան փոշում։ Իմպերիան աչի վրա է անգնում, ասած մեծ սիրուն ռեստորան է Իմպերիան։ Արիոր ձեզ, սպա հաճելի է շատ։ Հարգանքներես։ Բա աղբերս, տորտ ու ծաղիկը, բա ծաղիկ ու կոնյակ է, տես առանձնապես, աղբեր հանդիսավարնովա ճանաչում եք, անը գիտես։ Ես ասեմ ու նվերը փոխանցենք, Աստված պատվի ես Մովսեսին, ասեց, տաճարի վարակույններ գործի, կարմիր, կապուտ և ծիրանագույն գույներով, լսում եք, հայկական դրոշի գույներով, ասեց ներքի, Արմեջան, աղբեր ծյոմ նա զանգ է, մենք ենք էլ է Հարգանքներ ես, ինչպես է աննդ բարեկամ, Գագիկ բարեկամ ես, ես պարում է, Նայել եմ անգիր գիտեմ, դու ասպես անակնկարն ես մնաս ոս Գագիկը գիտնի, կներ ես, ու իշն ես, այս կողից մեր հնգերը, Մոսկվայից բարապացրեց, աղբերն էլ մեր հնգոր կողմից է, հնգեր ես, ես հետի ներկասեմ, դե դուք դու ասը չէ, դու ակես է անակնկար կա, շնորհակալ եմ Գագիկ բարեկամ ես, ապրես, աղբեր ես, դու ինձ հիշար, ես դեր հնգերն եմ աղբեր, ոչ չէ հիշար, անակնկարում է, վսյո, դե դու շխուրիկից, որ ասեմ մի անգամից կցեք, մենք գտնվում ենք Իմպերիալ ռեստորանում, Վանաձորի նախաշեմին կանգնած ենք, լիքը բալիկներ են վազվզում, հարցն ու փեսա չեն էլ պատկերացնում, որ ասել ես, բայց էդի բան, ես որ խոսամ էդ վաղտ պետք չէ, էլի, հիմա Գագիկ հանդիսավարը նկարի, հարցն ու փեսան որդից են գալ, Յաննեն, լսել եք չի ասման, հասիկում բարեկամներ ուրիշ նայում, եղեք տողկոմ են այում ասման, դեպեր տղեն ուրիշ հայնի, հիմա որ ես եկսի նայում եք ասում եք, ինչ ուրիշ է հելի, չէ, ինչ համապատասխան զույգիչքան բաղդ եք, վերջում անպայման բռնեք, Սմբաճան, իմ աղբեր, անակնկալ կա, ես չասեմ, արի միկրոֆոնը փոխանցեմ, թող իրանք ասեն ինչ անակնկալ է։ Շնորհակալ եմ Գագիկ ջան, հարգանքներս բոլորին, մի հատ լավ բարձր ծափեր տանք, հələ ոնց է տրամադրությունը ձեր այսօր։ Լավ, շատ լավ է ձեր տրամադրությունը, բայց ես միշտ կմոտենամ մեր գեղեցիկ զույգի թագավորին ու թագուհուն,
մի հատ ուզում եմ մանամ հարսիկի կողմը ոնց է ծափեր տալի։ Հարսիկ։ Շատ լավ է, հարսիկի համար ընտիր ծափեր տվիք, իսկ հիմա ուզում եմ բարձր ու գեղեցիկ լսել Փեսայի կողմի ծափերը։ Շատ լավ։ Սեղանի կեսն էր ծափ տալի ամեն սեղանից, բայց հենց լավ ծափ տվիք, սա այդտեղ ծափ եք տվել, հիմա որ Փեսան աղթել է, Փեսային պետք է ծաղիկներ տամ։ Սմբատ ջան եղել է, որ քեզ տղա մի տեղից գա, ծաղիկ տա։ Ասա չէ։ Գիտեմ որ չէ աղբեր, ես եմ մենակ, կյանքում մի անգամ եմ գալիս եմ այն ժամանակ, երբ որ տղան արդեն որոշում է սուրբ օջախ կառուցի։ Աստծո օգնությամբ լինի ձեր միությունը, սերը թող թագավորի ձեր օջախում, հիմա այս փնջի մեջ լիքը սեր ու հարգանք կա։ Գեղեցիկ խնամքով նվիրի մեր հարսիկին, գրկի մի հատ էլ պաչիկ արա։ Քուն գիշեր լուսացրել եմ ու քեզ հիշել, սիրուց այրվելով։ Քանի սիրո հուրեբոց հավարել իմ մատուրը, երկնային քո։ Զգում ես չէ՞ ոսկեզոծ օրա, բայց շատ եք այդ սեղանին մոտիկ կանգնել, սիրուն տորթին մոտիկ, եկեք ես կողմ, եկեք ես անակնկալներ հələ շարունակում են։ Ես եկել եմ ձեր երկուսի հարազատներից մեկի կողմից։ Իսկ ում հիմա առաջին էլի քեզ կհարցնեմ, եթե չգիտես, կասես չգիտեմ։ Կամ կարաս տարբերակներ ասես։ Լավ։ Չգիտեմ։ Չգիտի, Սմբատը չգիտի, հիմա գնում եմ Քրիստոսին հարցնեմ տենամ մարդ կա, որ կարող էր անակնկալ անել, ինչ բարեկամներ ունես, որ կարող են անակնկալ անել, մեկ է անունը կարաս տաս, որ հետո ինքը փոշմանի, որ անակնկալ չի արել։ Ես չգիտեմ ճիշտ ասած։ Խելացի է հարսիկը ճիշտ անում, մի հատ ծափեր տվեք, որ հիմա ասում եմ կողմից է, բայց հենց ասեմ որի բարեկամի կողմից է, թող նա առաջանա այստեղ։ Անակնկալը, Սմբատ, քո կողմից է, քո բարեկամների, արի, ու գիտես ում կողմից։ Քեզ շատ սիրող հարգող, դու իր համար իր կյանքում մեծ տեղ ունես, քո ընկերոջ Արտյոմի կողմից, Արտյոմը բոլորիդ ողջունում է, Արտյոմ պապաս տեղը հարազին բարևներ, շատ սիրում է ուրախացել է Հարսիկ ջան, ընկերոջ օրհնություն ենք բերել։ Աստծո օրհնությամբ լինենք բոլորս, իսկան որ ընկերոջ թեմա եմ այս տեղ պտտացնում, իսկ թվում է ընկերներդ քեզ անակնկալ ունեն, որտեղ սիրուն կայնել են, բան ենք պայմանավորվել։ Հելանդե, փոշմանել եք ինչ է, բան ենք պայմանավորվել, պետք է անակնկալ անեն, ընկերների կողմից, հելանդե, ամաչում են։ Ախպեր դու ես վստահ խոսում, դու ասում ես, հա, արի այստեղ, հիմա մեկ բարձր ծափեր տվեք, քանի որ մեր Փեսան, թագավոր, տղայա թագավորի պես էլ պետքա, տեսեք ինչ եկա, ախպեր մեկը տրիստով չկա մեջներդ։ Աշկերիդ փակի որ անակնկալ ենք անում։ Սմբատ, աշկերիդ փակի ես հենց արա, փակի որ անակնկալ անենք։ Այ ախպեր, ես ինչ եք անում։ Հələ դավայ ծափեր տվեք, բա թող ոգևորվեք։ 1, 2, 3, 4 Նային քո պատկերով Քանի օտար քամի քեզ փորձել է ինձնից տանի Սիրտս Տղայա, բայց որ ծափեր չէ տալի թագավորին, ներվայնանում եմ, ինչ ծափեր չեք տալի։ Բայց լավ ծափեր տվեք։ Ընկերությունը շատ կարևոր ընտանիք է։ Հիմա դու նոր ընտանիք ես կազմում։ Ընկերներդ էլ հիմա չմիշտ քո կողքին են։ Դե գնա Հարսիկի մոտ մենք էլ գնանք, էլի։ Ժամանակն է վրա հասել, որ գնանք, բայց գլխավոր նվերը փոխանցեմ, ուրեմն Արտյոմ աղբերը քեզ սիրուն նվերը արե, Հարսիկին ծաղիկներ, քեզ էլ ես մի նվերը, Հարսիկին էլ ցույց տու, որովհետև ինքն էլ կա այդ նվերի մեջ, նվերը մաղթում է ձեզ սեր եւ շնորհակալություն։ Միշտ սիրեք իրար, ամուր լինեք, գեղեցիկ, սուրբ հայկական օջախ եք կառուցում։ Էս էլ առաջնեկի ծնվելուց կբացեք, քանի բալիկ եք ունենում, նախապես ինչ եք բան։ Ինչքան Աստված կտա, Աստծո օրհնությամբ լինենք բոլորս, ես բարձր տրամադրություն լավոր ես գնում եմ, բայց դուք լավ ծափեր տվեք, այդ ջիջարով ես։ Ապրեք, շնորհակալ ենք, Գագիկ ջան, քեզ եմ շնորհակալ գնացի ես։ Ապրեք, ընկերներ ջան, շատ ապրեք։ Հատերեմ, ես ար ինչ է լավ ապրել։ Արա ինձ չեք կնես վախենալով գալ, եկեք բռնեք մի անգամ սխալլիկից եք, հա։ Դուք էլ ապրեք։ Գնացել է, ասում է աղբեր, թող գցենք բռնենք, այդպես պետք է չանեք, եթե պետք է մարդ գցեք, ուրեմն մի անգամից խլում գցում եք։ Դե լավ մնացեք, իսկ մենք գնում ենք Երևան, հետո Էջմիածին ունենք հրաշք անակնկալ բարեկամներ, լավ մնացեք, ուժեղ եղեք։ Հայոց աշխարհում թող ամուսնանան, հզորանա հայոց ազգը, իսկ մենք գնացինք։ Աղբերներ,
Հաճելի է շատ, որ դու ինձ դիմավորեցիր բարեկամ, ապրես։ Շատ ես լացացել, գիտես չէ։ Ապրես։ Բանում ես։ Ապրես, մերնեմ սրտից։ Էլ չեմ անի, էլ չեմ լաց։ Էլի լացացնեմ ապրես, ապրես, էլա դե։ Անուշ աղբերներ ու քույրեր են ապրում Հայաստան աշխարհում եւ այդպես պետք է միշտ լինի։ Իսկ դա կլինի մեր հնարամտության, սիրո ու հարգանքի շնորհիվ։ Սիրենք, հարգենք ու հարգված լինենք միշտ։ Իսկ ով չի կարողանում սիրել, հարգել, նրան պետք է բացատրել, որ սերը ծաղկեցնող է, ապրեցնող ու ստեղծագործ, այնպես որ թող սիրեն միշտ։